Բարգավաճ Հայաստան կուսակցությունը քարոզարշավի նախավերջին օրը Ազատության հրապարակում հանրահավաք անցկացրեց։ Լրագրողների հետ զրույցում կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը նշեց, տպավորված է քարոզարշավի ընթացքում ստացած ջերմությամբ, վստահությամբ։ Այսօր ես զգացել եմ, որ մեր ժողովուրդը փոփոխություն է ուզում, ոչ թե սուտ խոսալ, ասել, կազմակերպել, մարդը պետք է շրջի գյուղերով, տարածքներով, վարչական շրջանով։ Իրոք զգա ժողովրդի ուզածը ինչ է ժողովուրդը սպասում։ Այդ ժամանակ արդեն արդարացի կլինի։ Ես բոլոր տեղերը շրջելով, լսելով, հասկանալով արձանագրել ենք հիմնական ժողովրդի խնդիրները, խնդիրները, որ մենք էլ խոստացել ենք եւ դա լուծումներն են գտել, որ լիարժեք առաջի հենց որոշման ժամանակ որ մեզ հրանցում տրվի, անմիջապես դա բոլորը լուծելու են։ Ծառուկյանն անդրադարձավ դեպի Ռուսաստան հայկական ապրանքների սահմանափակումներին, նշելով, որ Հայաստանը թակարդի մեջ է։ Ծառուկյանը ոչ վախեցող է, ոչ հետ կանգնող է, այլ իր խոսքը պահելու է, նա կարողանում են թող լիարժեք հարցերին պատասխանել։ Ինչու Գագիկ Ծառուկյանը որոշեց չմասնակցել առաջին համարների բանավեճին։ Պատճառն ըստ նրա հանրահավաքն է, որը պլանավորված է եղել դեռ 1 ամիս առաջ։ Հիմա իմ ամբողջ թիմը ինձ է սպասում։ Ես մեծ հաճույքով կմասնակցեի, բայց այսօր նա ես կարայի չգայի։ Այս ժողովրդի ինչ էր անելու առանց իրանց ղեկավարի։ Միլիոնավոր մարդիկ հիմա հերոստացույցի դեմը նստած սպասում են Ծառուկյանի խոսքին։ Ինչ վերաբերում է Բարգավաճ Հայաստանի հետ կապված ընտրակաշառքի ձայնագրություններին, Ծառուկյանը նշեց. Ով այդպես բան, տեսած լինի, որ մենք ընտրակաշառք բացառված է, չկա այդպիսի բան։ Դա շանտաժ է, սարքոցի, ինչ որ մարդը ասում է դու քանի մարդ կարած բերես, ոնց է քո վստահությունը, ասում է կփորձեմ տեսնեմ, բայց գումարի մասին խոսած ամոթ է, դա շանտաժ է, վախի մթնոլորտ է։ Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանն ընտրություններում Գագիկ Ծառուկյանին չի աջակցում, նշեց ԲՀԿ ցուցակի առաջին համարը։ 30 տարվա իմ ընտանիքի անդամը, որ այդքան առաջ դրացան, այսօր Նիկոլ Փաշինյանը։ Հանրահավաքի ժամանակ կուսակցության ընտրական ցուցակի падգամավորի տեխնացու Իվետ Ատոնոյանն անդրադարձավ գերիների հարցին, նշելով, որ հունիսի 7-ի ընտրությամբ է որոշվելու նրանց ճակատագիրը, ապա անուն առ-անուն թվարկեց գերիներին, այդ թվում տալով մարդկանց անուններ, որոնք դեռ ամիսներ առաջ են վերադարձել Հայաստան։ Մեր ընկեր Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջանին, սրանք Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցներն են։ Վերջինս նաև ազատություն մաղթեց Հայաստանում քրեական գործերով անցնող Բագրատ Գալստյանյանին, Անդրանիկ Թևանյանին, Սամվել Կարապետյանին։ Ընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանն իր ելույթում անդրադարձավ խաղաղության գործընթացին, նշելով, որ խաղաղության թուղթ չկա։ Այսօր 36 թվի օրենքներ են գործում, բան չխոսես, չարթայթվես, ժողովուրդը խեղճացած, պատերի տակ կանգնած, պարտքի վարկի տակ, ռիսկ չեն անում խոսան, կամ գործից կանեն, կամ չգիտեմ կարտաքսեն, կամ տնային կալանք կտան։ Սա մեր ճակատագիր է։ Այսօր նորից եմ ասում, թող ծրագիր ներկայացնեն։ Ինչ են անելու։ Ասում են Եվրոպա արդեն ապրանքը բաց են թողը։ Եղբայր ջան, ամոթ է։ Սուտ ասեք ամետ գումարները կտանք։ Դուք այսօր 8 միլիարդ պարտք ավելացրել եք, իսկ այդ պարտքերի տոկոսը չեք կարող փակել։ Ում հաշվին եք փակելու։ Ինչ եք անելու։ Ժողովրդին միայն տուշ տուգան գրելով, ավելացնելով դա։ Ժողովուրդ ջան, այսօր հիմնական հարցերը ես նորից եմ ասում։ Մենք չունենք խաղաղություն։ Այսօր միայն թելադրանք է։ Նրանք իրենց պայմանավորվածներից ամաչելով ասում են չկա 300,000 ադրբեջանցի, որ պետք է գա։ Ըստ Ծառուկյանի ինքն ունի լավ թիմ եւ ծրագիր, որը կարող են իրականացնել։ Այսօր կա 80 կուսակցություն, բայց մենք միազգ ենք, մի ժողովուրդ, մենք հայ ենք, որ լիարժեք պետք է միասնական լինենք, որ կուսակցությունը կարա դա իրականացնի, երաշխարհած խաղաղություն, տնտեսության զարգացում, կյանքի բարեկեցություն, պետք է նրա կողմնակիցը լինենք։ Ժորժ ջան, ես ոչ պաշտոնի կարիք ունեմ, ոչ ճանաչման կարիք ունեմ, ոչ հարստանալու կարիք ունեմ, Աստծո կամոք, Աստված ամեն ինչ տվել է, արդեն տնտեսական ճգնամաժը սկսվել է, մեր դիրքերը թուլացել են, հիմնական խնդիրը պետք է կարողանան ժողովրդին տիրություն անել, տնտեսություն զարգացնեն։ Խնդիրներն իրենք անմիջապես կկարգավորեն, եզրափակեց Ծառուկյանը, հավելելով, ընտրողը ժողովուրդն է։ Նիկոլայ Ավետիսյան, Դավիթ Մաչկալյան, Արման Թովմասյան, լուրեր։